Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Այսօր խոսելու ենք երբևէ չբարձրաձայնվող, բայց խոցելի թեմայից՝ ֆինանսական սահմաններն ընկերների ու ընտանիքի հետ։ Սա այն թեման է, որտեղ շատերը լռում են, շփտում, հետո տանը հաշվում, թե ինչու գումար չունեն։ Ֆինանսական սահմանը նշանակում է իմանալ, որտեղ է քո պատասխանատվությունը վերջանում եւ ուրիշինը սկսվում։ Դա ագահություն չէ, դա ինքնապաշտպանություն է։ Եթե ամեն անգամ ուրիշի խնդիրները լուծում ես քո գումարի հաշվին, մի օր քո խնդիրները կմնան առանց լուծման։ Ես էլ եթե բոլորին տակ տեղս տամ, վերջում ինքս եմ սարճում։ Սկսենք ընկերներից։ Շատ ծախսեր արվում են ոչ թե որովհետև պետք են, այլ որովհետև անհարմար է ասել ոչ։ Ընկերները գնում են, դու եւս գնում ես։ Բոլորը պատվիրում են, դու էլ ես պատվիրում։ Ֆինանսական սահման ունեցող մարդը կարող է ասել. ես այսօր չեմ մասնակցում, առանց երկար բացատրությունների։ Իսկ եթե ընկերությունը դրա համար փչանում է, խնդիրը գումարը չէ։ Հաճախ հանդիպող թեմա է պարտք տալը։ Եթե տալիս ես, պետք է պատրաստ լինես, որ կարող է չվերադառնալ։ Եթե այդ մտքից տագնապ ես զգում, ավելի լավ է չտաս։ Կարելի է ասել հիմա չեմ կարող, դա սուտ չէ, դա պատասխանատու ընտրություն է։ Ես էլ չեմ տալիս իմ ուտելիքը, որովհետև փորձը ցույց է տվել, որ հետ չեն բերում։ Ընտանիքի հետ սահմանները ավելի բարդ են։ Այստեղ խառնվում են զգացմունքները, պարտավորությունը, երբեմն նաև մեղքի զգացումը, բայց նույնիսկ ընտանիքում պետք է իմանալ քո հնարավորությունները։ Եթե միշտ ասում ես այո, բայց քեզ նեղություն ես տալիս, դա օգուտ չէ ոչ մեկին։ Օգնելը պետք է լինի կամավոր, ոչ ճնշման տակ։ Կարևոր է տարբերել օգնությունը եւ սովորությունը։ Մեկ անգամ օգնելը նորմալ է, մշտապես ուրիշի փոխարեն վճարելը արդեն համակարգ։ Այդ համակարգում դու միշտ ես տալիս, մյուսը միշտ վերցնում։ Վերջում հոգնում ես դու։ Ես էլ մի ժամանակ միշտ տեղս զիջում էի։ Հիմա ոչ այնքան։ Ֆինանսական սահմաններ ունենալը նաև նշանակում է չբացատրել ամեն մանրուք։ Քո գումարի օգտագործումը հաշվետվություն չէ։ Կարող ես պարզապես ասել. այս պահին այդպես եմ որոշել։ Ով քեզ հարգում է կհասկանա, ով չի հասկանում, սովորաբար հենց նա է, ով թույլատրված սահմաններից անցնում է։ Եվ հիշիր, սահմանները չեն փչացնում հարաբերությունները։ Սահմանների բացակայությունն է, որ անում է դա։ Երբ դու հստակ ես, մարդիկ գիտեն ինչ սպասել քեզնից։ Դա հանգիստ է ստեղծում։ Իսկ ես Փիսոն եմ, եւ եթե ես չպահեմ իմ սահմանները, բոլորը կմտնեն իմ տուփի մեջ։ Իսկ դա արդեն ոչ թե ֆինանսական, այլ անձնական խնդիր է։ Գնամ տեղս պահեմ, կհանդիպենք հաջորդ անգամ։